Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Մեր մոտ երկրում բանը սեքսուալ հեղափոխություն է եկեղեցում տեղի ունենում։ Դրա համար այսօրվա իմ հյուրն արդեն ծանոթ եք երևի։ Անի Զախարյանը, հայկական նոր քաղաքական մշակույթ կուսակցությունից։ Ես հարցեր եմ ուղղել բացի Անի Զախարյանից, Տիգրան Ուրիխանյանին, Հայկ Մանասյանին, որպես բժշկի եւ քաղաքական գործչի, եւ Արտուր Համբարձումյանին։ Մեկ հարց եմ տվել բոլորին։ Պետք են արդյոք մեր հոգևորականներին, այսքանից հետո էլի որ տեսնում ենք, սանիտարական գրքույկներ։ Դրանք բժշկական թղթեր են, ստուգման փաստաթղթեր են, որ անցնում են մեծամասամբ հանրային սննդի ներկայացուցիչները, բժիշկներ եւ ուսուցիչներ, պարզվեց նույնիսկ, որ պետք է նրանք ունենան այդպիսի գրքույկներ, որտեղ տեսեք, մենք եւ Անի ջան, մենք սուպերմարկետ գնալուց գանձապահի ձեռքը չենք հապնում, աչը գանձապահի, բայց այդ աշխատող կինը կամ աղջիկը կամ տղամարդը պետք է ունենա այդ գրքույկը։ Իսկ մեր հոգևորականները, որ պարզվում է ունեն շատ հետաքրքիր, ասենց ասած, արկածախնդիր սեռական կյանք, իսկ նրանք չունեն այդ գրքույկը։ Եվ պետք է արդյոք իրանք ունենան այդ փաստաթուղթ էլի։ Եվ պետությունը պետք է պահանջի արդյոք իրանցից այդ փաստաթուղթը եւ ընդհանրապես ես տեսնում եմ, թե ոնց են քննարկում եւ մեկնաբանում եկեղեցու դիրքը էլի, ընդհանրապես պետությունը ինչ իրավունք ունի ու ինչ իրավունք չունի։ Նենց որ խոսքը ձեզ Տիգին Զախարյան ջան, որտեղ ժողովուրդ ջան, մի բան ասենք, մենք չենք շարժվում ոչ Նիկոլ Փաշինյանի օրակարգով, ոչ նախկին Ռոբերտա Քոչարյանական եւ իրանց այդ, ասենց ասած, գրպանի եկեղեցականների օրակարգով, մենք շարժվում ենք մեր օրակարգով։ Մենք այն հարցերը, որ մեզ հետաքրքիր, մենք ենք քննարկում, մենք եւս այդ հասարակության անդամներ ենք, ինչպես եւ Անի Զախարյանը։ Ոնց եմ Անի ջան։ Պատասխանեմ, սիրով պատասխանեմ այդ հարցին, Կոստյա ջան, անկեղծ ասած, մեր եկեղեցու սպասավորները, հոգևոր դասը եւ նաեւ մեր վեհապարը պիտի գիտակցեն, որ իրենք մեր հոգևոր անվտանգության պատասխանատուներն են։ Այսինքն, եթե եկեղեցին մեր հոգևոր անվտանգությունն է ապահովում, չէ, մենք ունենք անվտանգության բաղկացուցիչներ եւ եկեղեցին հոգևոր անվտանգության պատասխանատվությունն է կրում պետության մեջ եւ պիտի հասկանա իր ներսում կատարված ամեն ինչը, եթե արդեն այդ հոգևոր անվտանգությունից դուրս է, անմիջապես հարվածում է պետության եւ երկրի հեղինակությանը եւ իրենք պիտի հասկանան եւ այդ պատասխանատվությունը գիտակցեն, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա։ Սա առաջին եւ ուրեմն ամենակարևոր բանը։ Երկրորդ, ինչ վերաբերում է ուրեմն այդ կրոնական ավանդույթին, եկեղեցական ավանդույթին, որ հավատացյալները անպայման պետք է ուրեմն համբուրել հոգևորականների ձեռքը կամ խաչը, ես գտնում եմ, որ այդ ուրեմն ավանդույթը ընդհանրապես որևէ կերպ արդարացված չէ, որովհետև նույն հոգևորականը, ինչպես եւ սովորական ժողովրդի ներկայացուցիչ է, նա պարզապես հոգևոր դասի ներկայացուցիչ է եւ ենթադրենք, ասենք, թե ակադեմիկոսի մոտ մտնելուց առաջ ակադեմիկոսի ձեռքը չեն համբուրում, չէ՞ մարդիկ, կամ մի լուրջ գիտնականի մոտ մտնելուց կամ լուրջ բժշկի մոտ մտնելուց նրա ձեռքը չեն համբուրում, չէ՞։ Այսինքն այդ մարդիկ էլ բավականին լուրջ ուրեմն հեղինակություն ունեն, նրանք լուրջ գործունեություն են ծավալում իրենց երկրի համար եւ այդ ավանդույթը, որ մեր եկեղեցում ամրագրված է, որ անպայման պիտի խաչը համբուրել, անպայման պիտի հոգևորականի ձեռքը համբուրել, ես դա չեմ ընդունում եւ կան մարդիկ, ես անգամ նկատել եմ, որ եկեղեցու պատերն են համբուրում, ասենք թե եկեղեցու պատերը, հարգելիներս, դա հա եկեղեցին է, էլի մենք հայ առաքելական եկեղեցին սրբադասենք, էլի հավատանք, բայց այդ եկեղեցու քարե պատերը, որ չգիտեմ, այդ ձեր ասած սանիտարահիգիենիկ կանոններից դուրս են համբուրելու իմաստը որն է, ես իսկապես չեմ հասկանում եւ ամենակարևորը հասկանանք այդ եկեղեցու պատերի ներսում եւ ընդհանրապես պետության մեջ այդ հոգևոր արժե համակարգը գործում է թե չի գործում, կա այդ հոգևոր արժե համակարգը թե չկա,
Թե ենթադրենք եկեղեցու անունը կա, հայ առաքելական եկեղեցու պատմությունը կա, հոգևոր դասի հագուստը կա, բայց այդ հոգևոր արժե համակարգը երկրում բացակայում է։ Դրա համար ես գտնում եմ, որ մեր եկեղեցու կանոնակարգում լուրջ փոփոխություններ պիտի տեղի ունենան եւ ընդհանրապես այդ աչը համբուրելու, այդ խաչը համբուրելու այդ ավանդույթը ընդհանրապես պիտի դուրս գա եւ այդտեղ արդեն էլ նմանատիպ հարցեր սանիտարահիգիենը, չգիտեմ, մաշկավեներական եւ այլն նմանատիպ հետազոտությունները, դե ես դա հումորով եմ ընդունում, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող։ Հիմա ես մի բան ասեմ, Անի ջան, մեզ ժողովուրդը կգրեն նստած դուք բամբասում եք, ես շատ եմ լսում այդ կարգի մեկնաբանություն, էլի, կապված եկեղեցականի անձնական կյանք մտնելու իրավունք ով ունի, չունի։ Մենք ընդունենք մի բան, որ այսօր երկու կողմն էլ ուզում են եկեղեցին սեփականաշնորհել։ Ես ոչ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, շիզոֆրենիկ հոգևորականին, որ Կադիրովի մասին է երազում Հայաստանում եւ շարիաթի օրենքները ուզում մտցնի Հայաստան երևի այս կարգի կիսախելագարներ ու մյուս կիսախելագարներն էլ հայտարարում են որ դա նրանք ունեն անձնական կյանք ոչ մեկ իրավունք չունի եկեք Անի ջան չմոռանանք նույն Միացյալ Նահանգներում երբ որ Բիլ Քլինտոնի եւ Մոնիկա Լևինսկայի այդ հայտարար բացահայտվեց նրանց սեռական կապը էլի ոչ մեկ Միացյալ Նահանգներում քաղաքական գործիչներից, լրագրողներից, մեկնաբաններից կամ վերլուծաբաններից այդպիսի բան չասեցին։ Ինչու եք բամբասանքով զբաղվում Բիլ Քլինտոնը ուներ իրավունք անձնական կյանքի։ Հասկանում եք, բայց մեր մոտ Հայաստանում այդ թեզը որտեղ միացնում ես տարբեր ձևով իրար պաշտպանում են։ Հասկանում եք, ոնց որ Հայաստանը դարած լինի մի ծուռ հայլիների պետություն, էլի։ Դրա համար սա որ չընդունեն բամբասանք, հիմա կան էլի նստած բամբասում եք, sense կգելեն էլի մեր ժողովրդի մեջ դա բամբասանք բառը չեն հասկանում, ինչը որտեղ է էլի։ Որ նույնը եղավ նույնիսկ Դոնալդ Տրամփի հետ, որ իր կնոջից ներողություն խնդրեց այդ մարմնավաճառի հետ կապը, որ բացահայտվեց էլի։ Նենց որ կուզենք հայտնենք, որ սա բամբասանք չի։ Սա պետական անվտանգության եւ արժե համակարգից է զրույց էլի։ Հենց որ դրա համար իսկ բան է որ ասում եք բանի մասին եմ ուզում նաև խոսել Կոստյան ես օրինակ այս ամեն ինչին հետևելով եւ այո սա մեր հոգեվոր անվտանգության եւ պետական անվտանգության խնդիր է սա ոչ մի կերպ չի տեղավորվում այդ բամբասանքը հասկացողության եւ ձևակերպման մեջ սա մեր պետության անվտանգության եւ հոգեվոր անվտանգության խնդիրն է հիմա գոյություն ունեն քահանաներ չէ ովքեր ամուսնանում են երեխաներ են ունենում եւ գոյություն ունեն աբեղաներ հիմա եթե մենք տեսնում ենք որ այս մեր եկեղեցու մեջ չկան այնպիսի ուրեմն եկեղեցականներ պրակտիկան է դա ցույց տալիս ովքեր այդ աբեղայի այդ կուսակրոնությունը պահպանում են այդ դեպքում գուցե ընդհանրապես այդ եկեղեցական կանոնակարգում դա այդ փոփոխությունն էլ արվի իսկ ով ասեց որ ասենք թե ամուսնությունը երեխաներ ունենալը հակասում է մարդու հոգևոր ուրեմն արտահայտչականությանը եւ հոգևոր ուրեմն առաքելությունը իրականացնելուն գուցե այդ մարդկանց այդ աբեղայի այդ կարգավիճակից ընդհանրապես այդ հարցն էլ դուրս գա եւ այդ մարդիկ իրավունք ունենան ամուսնանալու, այդ մարդիկ իրավունք ունենան երեխաներ ունենալու, ընտանիք կազմելու, հայրենիքին զավակներ տալու եւ միևնույն ժամանակ էլի իրենց հոգեվոր առաքելությունը իրականացնելու, որովհետեւ ես հավատացած եմ եկեղեցու այդ աբեղայի կարգավիճակ ունեցող ուրեմն հոգեվորականների մեծամասնությունը այդպիսի ուրեմն իր անձնական կյանքում այդպիսի կարգավիճակում է գտնվում եւ այս կեղծ բարքերը որ տիրում են մեր երկրում տեսեք մեր երկրում իրավունք չունենք ոչ մի բանի մասին խոսելու ամեն ինչ այսպես կեղծ բարքերի տաբուների շրջանակներում է հենց որևէ մեկը իսկապես անկեղծ ուզում է խոսել այս խնդիրներին լուծում տալ այդ ամեն ինչը չգիտեմ այսպես ինչ որ այլ կերպ է մեկնաբանվում իսկ մենք այդ խնդիրների մասին պիտի խոսենք որովհետեւ այդ խնդիրների մասին չխոսելը մեզ բերում հանգեցնում է այս իրավիճակին որը մենք այսօր տեսնում ենք Եվ միևնույն ժամանակ այդ նույն հոգևորականները, ովքեր ենթադրենք ես ոմանց հետ շփվում եմ, շատ աշխարհի, ես չեմ տեսնում իրենց մեջ այդ հոգևորականությունը, օքեյ,
չգիտեմ, այսպես աշխարհիկ ինչ-որ բառապաշարով կխոսեն եւ հոգեվորականի հետ խոսելիս պիտի ակնածանք ունենանք, չէ, ակնածանք պիտի զգանք։ Պիտի զգանք, որ մեր առջև իսկապես հոգեվոր բարձր արժեքներ կրող ուրեմն մարդիկ են կան։ Ցավոք, ահա այսօր այդպիսի մարդկանց ուրեմն եզակի են այդպիսի մարդիկ։ Հիմա եթե դուք հարգելի հոգեվորականներ, եթե դուք չեք կարողանում գնալ այդ ուղով, այդ ձեր ուխտը չեք կարողանում պահել, այդ դեպքում գուցե մեկ այլ մասնագիտություն ընտրեք։ Ինչի համար եք, ասենք, մտնում հոգեվորականի ուրեմն այդ առաքելության շրջանակներում։ Միակ դա այնպիսի առաքելություն է, որ այդտեղ գործունեություն ծավալելուց առաջ մարդը պիտի կշռադատի, լուրջ պիտի կշռադատի։ Օրինակ իմ անձնականից նաև մի այսպիսի բան դրվագ պատմեմ, այդ պատանեկան տարիներին Կոստյա ջան, մեր Գյումրիում Մենաստան կար, կանանց Մենաստան։ Եվ քանի որ մայրս ի սկզբանե այդ հոգևոր կրթությունը մեր ընտանիքում շատ այսպես լուրջ հիմքերի վրա էր տրված, հիշում եմ առաջին գիրքը, որ մայրս ինձ նվիրեց, դա մանկական աստվածաշունչն էր։ Այդ աստվածաշունչը ես իրոք այսպես հավատով ընթերցուն է եւ այդ հավատով լցված բան։ Եվ եկավ մի տարի, որ արդեն ես մտածեցի գուցե ընտրեմ այդ Մենաստանի կուսանոց գնալու այդ կանանց Մենաստան գնալու ճանապարհը, ես անկեղծորեն եմ ասում, իմ կյանքում եղել է այդպիսի մտորումներ, այդ պատանեկան տարիքում։ Հետո ես շատ այսպես լուրջ մտածեցի, թեկուզ այդ պատանեկան տարիքում, եւ ինքս ինձ ասացի, Անի ջան, դա լուրջ պատասխանատվություն է, դու արդյոք պատրաստ ես միջև վերջ գնալու այդ պատասխանատվությամբ, այդ հոգևոր կյանքով միջև վերջ ապրելու դու ուրեմն պատրաստ ես, թե պատրաստ չես։ Ինքս ինձ հետ խոսելով ես հասկացա եւ ինչի համար էր այդ ամեն ինչը այդպես մտորումների մեջ կատարվում, որովհետեւ այս աշխարհը եւ իմ ներաշխարհը ահավոր իրարից տարբեր են։ Աշխարհը շատ կեղտոտ է այսօր, հասկանում ես, Կոստյա ջան, շատ է կեղտոտվել այսօր աշխարհը։ Եվ մարդը ոնց որ մահերը չէ գնաց փակվեց, մահերի դուռ հասկացողությունը, մահերը գնաց փակվեց, այս աշխարհից կտրվեց, այդպիսի մտորումներ եւ նաեւ ենթադրենք Համլետը, չէ, Շեքսպիրի Համլետն էլ էլի այդպիսի մտորումների մասին է լինել, թե չլինել, չէ, այդպիսի մտորումներ է պարունակում իր մեջ, այս կեղտոտ աշխարհի եւ մարդու ներաշխարհի այդ հակասությունն է ընթանում, հա, ու հետո դրանից հետո ես ասացի, չէ, Անի ջան, ավելի լավ է աշխարհիկ կյանքով ապրել եւ ընտրել մի պայքարի ուղի, որը պիտի այս աշխարհը ավելի լավը դարձնի։ Ու գնացի դեպի։ Հիմա հոգեվորականները այդ աշխարհ մտնելուց առաջ պիտի մտածեն, Կոստյա ջան։ Ես իմ կարծիքը ասեմ, ընդհանրապես այդ ուխտը դա երբեք չի էլ աշխատել։ Հին վերցնենք նույնիսկ ինկվիզիցիայի օրոք Հռոմի պապերը ինչով են զբաղվել, ինչ կարգի վարք են ունեցել, դրանց մասին գրքեր են գրված, հասկանում եք։ Հռոմի պապի որդին եղել է անվտանգության այդ царской գվարդիան, որ եղել է ռիմսկի շվեյցարական գվարդիայի հրամանատարն է եղել, կարծեմ Բորջյաներից է եղել, էլի այդ Հռոմի պապը, Լևոն, հիմա կարող է անունը խառնեմ, էլի, աղջիկ է ունեցել ու ամուսնացրել են, էլի, նենց որ Հռոմից դա սկսված դերևս Բյուզանդիայից, անդիկ ավելի հին ժամանակվանից, եկեղեցին երբեք այդ բարքերը չի պահպանել, հասկանում եք, ու ես էլի ասեմ, պատկերացրեք Հովհաննես Թումանյանի հայրը ընտրեր այդ կարգի կուսակրոն աբեղայի կամ հոգևորականի կյանք հայ ազգը կզրկվեր Հովհաննես Թումանյանից, չէ լինի Հովհաննես Թումանյան, նաև հոգևորականի հայը, դրա համար ինձ թվում է ավելի ճիշտ կլինի թող այդ օրենքը ընդհանրապես չլինի եկեղեցիներում, այդ ձևական օրենք էլի։ Իսկ այն որ տեսեք մեր հոգևորականները վերցնենք, նույն դուք ասեցիք էլի, նրանք լրիվ ուրիշ աշխարհում են ապրում, ամենալավագույն մեքենաներն են քշում, եկեք, հոգևորական, որ քշում է օրինակ Յաշիկ հայրեն ասած, էլի Mercedes AMG, ու պարտադիր բոլորի գեղեցիկ այդ մեքենաները ամենավերջի մոդելի են, որոնք նվեր են ստացվել կրկին ինչ որ մի հովանավորի կողմից, ով բուժվել է մի օլիգարխ, մի հարուստ մարդ, որ հոգևորական են հարցնեք, նույն պատմությունն են պատմում, որ այ մի մարդ կար բուժվեց, սուրբը եկավ երազին, եկավ ինձ ավտո նվեր տվեց, էլի Bentley, ու իրանք այնտեղ սև ապակիներով փակում են այդ մեքենաները պարտադիր, տեսեք, սովորական օփերի վրայից կհանեին ոստիկան այդ ապակի սև
ժապավենը, բայց հոգևորականների մեքենան է, նույնիսկ դիմապակին է փակ, որ աղջիկներ, տղաներ, որ չերևան էլի։ Եվ տեսեք, ես քաղաքի մարդ եմ եղել, ես շփվել եմ մարդկանց հետ տարբեր, նրանց սիրված հյուրանոցային կոմպլեքսներն են եղել, օրինակ Հարսնակարը, Գովազդայի, բայց տեսեք, նրանց փակ կոտեջներ կան, որ նրանք մեքենաներով մտնում են միանգամից ավտոտնակը, այնտեղից մտնում արդեն հյուրանոցային համարներ։ Այս պատմությունները ժողովրդի մոտ շատ են պատտված, էլի ժողովուրդը շատ է լավ գիտի։ Դա գիտեր նույնիսկ Նիկոլ Փաշինյանը միջև 2018 թվական, էլի, նա գիտեր ամեն շուն գիտեր Հայաստանում դրա մասին, էլի։ Բայց մի բան էլ Նրանց ասեմ, հետ այլասերված կյանքի, էլի։ Ու հիմա ես հարց, մի օրինակ, բան էլ ասեմ։ իսկապես, բայց այդ կարգի վարք վարող հոգևորական։ Ես գիտեմ, դուք որպես քաղաքական գործիչ եք ուզում պատասխանել, էլի։ Չպետք է ստուգվի, որտեղ օրենքը Հայաստանի բոլորի համար միևնույնն է, հավասար է։ Դուք հիշում եք ինչ ա գրված օրենքում հենց այդ սանիտարական գրքույկների մասին, որ ովքեր պետք է կրեն ու ունենան սանիտարական գրքույկներ։ Մի րոպե, ես հեսա օրենքի այդ մասը բացեմ, Մինչև դու անկարին, կբացես, Կոստա ջան, հա, ես մի բան էլ ասեմ, որ այս ասեք, ամենով հանդերձ մեր եկեղեցին նաև ունի իրապես նվիրալ հոգևորականներ։ Հիմա այնպես չստացվի, որ մենք այս դրվագների հիման վրա ամբողջությամբ արժեզրկում ենք այն հոգևորականների ուխտը, ովքեր իսկապես հոգևորականի կյանքով են ապրում, ովքեր իրենց իսկապես նվիրել են այդ հոգևոր առաքելությանը, որովհետև մեր եկեղեցին ես համոզված եմ, որ հարուստ է նաև այդպիսի հոգևորականներով։ Այսինքն միանշանակ չպետք է դատել այս ամեն ինչի մասին եւ անգամ այն մարդիկ, ովքեր որ հրապարակեցին այս կադրերը, ես էլի դա սխալ եմ համարում, որովհետև երբ որ դու վարկաբեկում ես եկեղեցուն, դու վարկաբեկում ես քո պետության հեղինակությունը եւ վտանգի տակ ես դնում քո պետության հոգևոր անվտանգությունը։ Եվ ընդհանրապես, եթե անգամ իրենք իրենց ուխտից ուրեմն հրաժարվել են, թող այդ մարդկանց կանչեին, ասեին, այսպիսի փաստեր կան, եթե դուք այս փաստերը ուրեմն դրա հետ հաշվի չնստեք, ուրեմն այս, բայց այդ փաստերը մարդկանց կյանքի, անձնական կյանքի դրվագները չհանեին ու չգիտեմ, այսպես ամբողջ աշխարհով մեկ չհանրայնացնեին, ու հիմա պատկերացրեք, ասենք թե դրսում ինչ հեղինակություն է ձևավորվում մեր պետության մասին։ Մի քանի ասենք թե այդպիսի դրվագների պատճառով, չէ, ամբողջ մի հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը այսպես իջեցվում է ցածր մակարդակի։ Ովքեր որ ասենք թե այսօրվա այդ չեն վերցնում իրենց վրա, որ իրենք են այդ կադրերը ուրեմն ամրագրողները, իրենք են այդ կադրերը տարածողները, հանձինս այսօրվա անանուն անիքներ, հա, ղեկավարության, իրենք են, չէ, այդ ամեն ինչ անում, որտեղ իրենց ու եկեղեցու մեջ են անում այդ պայքարը, հա։ Հիմա արդյոք այդ ձևով այդ պայքարը տանելն էլ ճիշտ է։ Եկեք այս հարցի մասին էլ ուրեմն խոսենք, Կոստյա ջան։ գիտեք, Անի ջան, սենց մի բան ասեմ, տեսեք, կաթոլիկ եկեղեցում էլ բռնվեցին շատ սկանդալային դեպքեր են, պետոֆիլիայի, կապված հոգևորականների հետ։ Դա չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցին խայտարակվեց, եղան, եզակի դրանք դեպքեր են, դա չի նշանակում, որ այս կարգի բարձրաձայնած խնդիրները բախարակում են հայ առաքելական եկեղեցին։ Դուք ճիշտ եք, այդտեղ շատ կան պարկեշտ եւ նորմալ հոգևորականներ, ես ինքս էլ եմ շփվել, ճանաչել, բայց այն, որ կա դրանց մեջ նաեւ արատավոր կերպարներ, դա էլ բացառել է։ Դե հա, Ինչպես եւ ասում։ կաթոլիկ եկեղեցում, ինչպես եւ ուղղափառ եկեղեցում, ամեն տեղ էլ կան։ Հենց որ եթե ինչ որ մի խնդիր բարձրաձայնում են, դա չի նշանակում, որ հիմա դες մի բան ասեմ, տեսեք, նույն եկեղեցին ամենաշատ մարդն է սպանել հավատքի համար, ամենաշատ զոհերն է տվել քրիստոնյա եկեղեցին։ Վերսած խաչակրած արշավանքները, որ ամբողջ սրի են քաշել երեխայից մինչև կենթանի անասունի քաղաքում որ եղել է, էլի։ Բայց չի նշանակում, որ այդքանից հետո աշխարհը թեքվել է եկեղեցուց, օրինակ, քրիստոնեությունից, էլի։ Հենց որ այդ եզակի դեպքերը պետք չի բերել, որ
հայոց Սա եկեղեցին ինչի համար խելառ է նշվում։ Նշվում է, որպեսզի մեր հասարակության գիտակցությանը տեղ հասնի, որ եթե ենթադրենք եկեղեցում նմանատիպ երևույթներ են տեղի ունենում, դա չի նշանակում, որ ամբողջ հոգևոր դասը նույն կարգավիճակում է գտնվում եւ հայ առաքելական եկեղեցին այդ նույն վիճակում է գտնվում։ Այո, ցանկացած ուրեմն ոլորտում էլ այդպիսի դրսևորումներ ունենում են։ Հա, բայց միևնույն ժամանակ այդ վատի, այդ ուխտը տրշածների կողքին կան նաև այնպիսի հոգևորականներ, ովքեր իսկապես ծառայում են իրենց առաքելությանը։ Ես այս ամենը բարձրաձայնում եմ սրա համար։ Իսկ ինչ վերաբերում է այդ սանիտարահիգիենիկ ուրեմն եւ սանիտարական կրթույկներին, ինչ որտեղ, այո, դու ճիշտ ես, Կոստյա ջան, որովհետեւ ուրեմն այդ գուցե եւ իսկապես դրա անհրաժեշտությունը կա։ Գուցե եւ իսկապես դրա անհրաժեշտությունը կա մեր հոգևորականների համար։ Ես չգիտեմ, այս ամեն ինչը տեսնելուց հետո։ Իհարկե, սա նույնիսկ կարելի է սոցիալական հարցում անցկացնել, եթե օրինակ լինեն, էլի, ցանկացողներ, ժողովրդի վերաբերմունքը դրա։ Գոնե եկեղեցին իր ներքին կանոնադրությամբ դա անցկացնի, ինքը իր ներքին կանոնադրությամբ, այլ ոչ թե պետության կողմից սանեպիդկայանի տեսուչը, գյուղապետարանի, քաղաքապետարանի գնահասի մի հատ բեր սանիտարական գրքույկների շտամպերը ստուգեմ, երբ եք ստացել, այլ որ եկեղեցին իր ներսում դա հսկի, ստուգի, որտեղ տեսեք դուք Եվ երեխա ունեք այն ամենակարևորը Կոստյան, եկ խոսենք պետություն եկեղեցի անջատ լինելու այդ ուրեմն փաստից, իրողությունից, որի հետ ես կտրուկ եւ կտրականապես համակարծիք չեմ, ես գտնում եմ, որ ինչպես կարող է այդ հոգևոր առաքելության պատասխանատվություն կրող հոգևոր կառույցը, որը պետության հիմքն է, անջատ լինել պետությունից։ Կամ ինչ է նշանակում պետության մեջ գործունեություն ծավալել, պետության քաղաքացիների հետ ամենօրյա ուրեմն հոգևոր շփման մեջ գտնվել, ամենօրյա ռեժիմով ուրեմն այդ պետության շրջանակներից օգտվել եւ անջատ լինել պետությունից։ Այդպիսի բան հնարավոր է։ Այդպիսի անհեթեթություն հնարավոր է ես դա ընդունել։ չեմ ընդունում։ Ես դա չեմ ընդունում։ Պետությունը պետք է Այսինքն սա ունենա վերանայման կարիք ունի, եկեղեցին պետության մեջ պետք է լինի, եկեղեցին պետք է լինի այդ պետության ենթակառուցվածքներից մեկը եւ պետության ղեկավարի հետ հոգևոր առաջնորդը եւ պետական առաջնորդը միասին պիտի վարեն ուրեմն այդ պետական հոգևոր քաղաքականությունը, անընդհատ միասին, այսպես մտքեր փոխանակելով, անընդհատ ժողովրդի հետ աշխատելով, անընդհատ բոլոր ծրագրերը միասին քննարկելով, ինչ են շարքում եկեղեցին պիտի անջատ լինի պետությունից։ Ես դա կտրականապես մերժում եմ եւ պիտի, եթե ապագայում ազգային իշխանություն ձևավորվի, այդ ուրեմն իրողությունը պետք է շտկվի։ միանշանակ, որտեղ եկեղեցին տիրապետում է ամբողջ մի ժողովրդի գանձերի։ Ոնց կարելի է այդ գանձերը վստահել, օրինակ, այսօրվա Գարեգինի մեկ անձի եւ չունենալ վերահսկողություն։ Միգուցե այդ մարդը տանում է, վաճառում է, ծախում է, ով գիտի սատանան է մտել մեջը։ Պատկերացրեք, մեր մատենադարանը հանձնես մեկ անձի եւ չստուգես, երբ եկեղեցու գանձարաններում եւ նրա թանգարաններում ավելի շատ գանձեր կան, քան թե մեր մատենադարան։ Եկեք, ու ոնց կարող է պետությունը չիմանա, թե որը որտեղ է դրված հայ ժողովուրդը։ Եվ որ այդ նույն ժողովուրդը եկեղեցականներին, Կոստյա ջան, դրսից ենթադրենք հովանավոր են, ենթադրենք այդ եկեղեցականներին դրսից հովանավոր են, այդ եկեղեցականները դառնան օտարերկրյա գործակալներ, ենթադրենք, հա, եւ սկսեն, ենթադրենք, սպասարկել օտար որևէ պետության շահերը, ու պետությունն էլ ասի եկեղեցին անջատ է պետությունից, մենք իրավունք չունենք այդ հարցի մեջ խառնվելու, այդպիսի անհեթեթություն կարելի է պատկերացնել։ կամ էլ մի կոլեկցիոների համար սկսի վաճառել։ Կամ ենթադրենք խոսենք այն մասին, որ Սամվել Կարապետյանի ուրեմն հովանավորչությունից հետո մեր հայ առաքելական եկեղեցում Սամվել Կարապետյանի եւ իր կնոջ նկարն է ուրեմն փակցված։ Հիմա եթե Գարեգին բան այդքան շատ գնահատում էր Սամվել Կարապետյանի նվիրատվությունը, բարեգործությունը, թող իրենց ինչ որ մի հատ գրքույկ ունենային, այդտեղ այդ գրքույկում գրվեր այդ փաստի մասին, խնդրեմ Գարեգին բան տաներ իր տան պատին փակցներ ուրեմն Սամվել Կարապետյանի եւ իր կնոջ նկարը, բայց հայ առաքելական եկեղեցու պատին ուրեմն փակցնել Սամվել Կարապետյանի եւ իր կնոջ նկարը, արդյոք սա նորմալ է, արդյոք սա ընդունելի է։ Դա աննորմալ է, այն էլ որ կողքը սրբադասված այլ սուրբեր են օրինակ, մարդիկ
Դրա համար Այսինքն սա պետք նշանակում է ամբողջ եկեղեցու արժե համակարգը բերել, իջեցնել, ուրեմն փողի եւ ուրեմն բարեգործության այդ շրջանակներում, ինչը անթույլատրելի է։ Բացի այդ, ես ուզում եմ խոսել նաեւ այն մասին, որ վերջին ժամանակահատվածում այդ ձայնագրությունները նաեւ հստակ ուրեմն բացահայտվեցին, որ Գարեգինը կոչ է անում հոգևորականների գնալ եւ հակակառավարական ցույցերի մասնակցել։ Հիմա ես բան չունեմ ասելու, այսօրվա կառավարությունը այնպիսինն է, որ այսօրվա կառավարությունը իսկապես Արցախ հանձնեց, հայրենիք տավեց, ամենավերջին ուրեմն բաները տեղի ունեցան այսօրվա կառավարության օրոք, բայց եկեղեցին արդյոք պիտի բարձր չլինի այդ ամեն ինչից եւ ինչու է որ եկեղեցին շատ հաճույքով ուրեմն երկար տարիներ համագործակցում է Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրեմն Տաշիր Սամո այդ մի հատ կլանի հետ եւ նաեւ վերջերս մոտավորապես մի տարի առաջ, երբ որ նույն հայ առաքելական եկեղեցուն ես հստակ ազգային օրակարգով դիմեցի եւ ուրեմն ասացի ուզում ենք հանդիպել վեհապար ձեզ հետ եւ մեր այս ազգային պետական ժողովրդական շարժումից առաջ ստանալ ուրեմն մայրաթորի ուրեմն օրհնությունը մեր պաշտոնական նամակը մնաց անպատասխան։ Հիմա ինչպես է այդ ընտրությունը տեղի ունենում։ Ինչպես է այդ ընտրությունը տեղի ունենում, որ այն նախկին հանցավոր համակարգի այդ խմբագրի շահերը սպասարկող մարդկանց հետ Գարեգին շատ լավ կարողանում է հարաբերվել, իրենց այդ ժամանակ առ ժամանակ հանդիպումների մեջ է, բայց իրական ազգային օրակարգի հետ ուրեմն առնչություններ չի ցանկանում ունենալ։ Ես նաև ասեմ, որ օրերս պատրաստվում եմ լինել Մայրաթոռում եւ հանդիպում պահանջել Գարեգին հետ եւ հասկանալ, տեսնել, այս մարդը ինչ է մտածում, եթե ինքը պիտի շարունակի այդ ուրեմն կլանի հետ համագործակցությունը, ապա կներեք, մեզ այդպիսի կաթողիկոս հարկավոր չի եւ սա Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի։ Սա արդեն Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության օրակարգն է։ Հայ առաքելական եկեղեցու վեհապարը պետք է ամբողջությամբ իրեն նվիրի ազգային օրակարգին ուրեմն սպասարկելուն եւ հայ ժողովրդի շահերը սպասարկելուն։ Բայց ես այս տարիների ընթացքում կներեք, ես չեմ տեսել այդ օրակարգը, որ հայ առաքելական եկեղեցու ուրեմն կաթողիկոսը իրապես ժողովրդի անունից, ժողովրդի խնդիրներից բարձրաձայն, ես չեմ տեսել։ Այսինքն հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դերը նոր տարվա առաջը, ասենք թե այդ 5 րոպեից առաջ ելույթ ունենալն է, հա։ Մենակ այդ դրանով ուրեմն իր գործառույթը ենթադրենք սահմանափակվում է։ վերջ եղավ մարտի 1, գիտեք ոնց այսքան ողբերգություն որ տեղի ունեցավ, այն որ կեղծվեցին ընտրություններ, ամեն եկեղեցին լուր ու մունջ էր։ Երբ որ գնդի դեպքեր տեղի ունեցան, էլեկտրիկ Երևան, եկեղեցին միշտ լուր էր։ Մեկ երկու հոգևորական գալիս են ժողովրդի մեջ, ես եղել եմ այդ բոլոր ցույցերին, էլի։ Բայց եկեղեցին ոչ նզովում էր Ռոբերտ Քոչարյանին, այնտեղ էլ ոստիկանապետը ով էր Գասպարյան Վովային, ոչ մեկ նզովքի չարժանացավ։ Ժողովրդի վրա նռնակներ նետելու այդ ամեն ինչի համար։ Դրա համար թեկուզ եւ հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը պայքարում է եկեղեցու հետ, նա շատ նուրբ տեղը գտել է ժողովրդի հետ, որ սրտովել լինի, էլի։ Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մեկ ծախված եկեղեցին փոխի մեկ այլ ծախու եկեղեցով։ Երազում է Քադիրով Հայաստանում, հասկանում եք, պատկերացնում եք, շարիաթ երևի։ Դրա համար մեր եկեղեցին պետքա բուժվի ոչ թե Նիկոլի ձեռքով, ոչ թե կամ պետքա ժողովրդի ձեռքով բուժվի, մեր ձեռքով։ Պետքա գնան, հեռանան։ Պետքա գա նորմալ հոգևորական, պետքա, տեսեք, վերջի վերջո ինքը եկեղեցին պետքա կրթի նորմալ մարդ։ Հասկանում եք, կրթի նորմալ հասարակություն համայնքներ գյուղերում, այլ ոչ թե կրիմինալ, գողական թմրամոլներ, գցենք, մարմնավաճառներ։
եւ դառնա Հիմա նրանց մենք սեղանների Մաշտոցի զարդը։ ժամանակաշրջանում ինչպես էր, չէ՞, այդ եկեղեցիներն էին դպրանոցները, Մեսրոպ Մաշտոցի ժամանակաշրջանում, գրերի գյուտի այդ գրերի ստեղծումից հետո այդ եկեղեցին, Մեսրոպ Մաշտոց այդ եկեղեցին էր այդ դպրանոցները։ Հիմա մեր մոտ հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, հա, արդյոք այդ կրթական գործառույթը իսկապես իրականացնում են։ Այսօր համատարած ես չեմ ուզում որևէ բան ասեմ, բայց բարոյա լքում է Կոստյա ջան մեր երկրում։ Եվ այդ Այո, բարոյալքումից եմ բխում այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում։ Այս բարոյալքման դեմ ով պիտի ուրեմն կանգնի, եթե ոչ հոգևոր դասը, եւ այդ գործառույթը վերցնի ժողովրդին այդ հոգևոր ուրեմն սնունդը տալու, կրթելու, այո, այդ հոգևոր դասերը տալու եւ իրենք էլ իրենց օրինակով ծառայելու այդ աստվածային օրենքներին, որի համար ի սկզբանե իրենք այդպիսի ուխտ են ընդունել եւ վերաարժեվորելու իրենց ուխտը։ Եթե գտնում են, որ չեն կարողանում այդ ուխտը տանեն առաջ, ուրեմն ավելի անկեղծ կլինի դուրս գալ ուրեմն հոգևորական ուրեմն ծառայությունից եւ զբաղվել մեկ այլ բանով, որpիսի մեր հոգևոր անվտանգությունը եւ պետության ուրեմն հեղինակությունը այսպիսի վիճակում չհայտնվի։ Անի ջան, մի բան ասեմ, երբ որ տեսեք Հիսուսի մահից հետո կարելի ասել քրիստոնեությունը դարձավ քաղաքականություն։ Դա այլևս աստվածային այդտեղ ոչինչ չկար։ Դա դարձավ քաղաքական ինստրումենտ տարբեր Այո, իշխանությունների, այո։ կայսրությունների ձեռքում։ Եկեք հավատանք, դրա համար այսօր այսքան բազմանում են տարբեր կարգի աղանդներ, տարբեր ձևի աստծո խոսքը տարածող մարդիկ, որտեղ մարդիկ նրանց մեջ ավելի շատ են տեսնում ազնվություն, մաքրություն, քան թե ոսկեփայլ պատերի մեջ ապրող հոգևորականների մեջ եւ յաշիկ քշող, էլի։ Հենց որ իսկ մի բան ասեմ, ես հիշում եմ, որ Հռոմի Պապը երբ եկավ Հայաստան, ուրեմն նրան պատվիրել էին Ռենո մեքենա եւ այդ ժամանակ միած սովորական Ռենո գտան, պրիմիտիվ, պատկերացնում եք, որ այդ մարդը տեղափոխվել։ Տեսեք, այս կարգի հոգևորականներ էլ ունի եկեղեցին, էլի։ Ու չգիտեմ, մեր եկեղեցին մենք կտեսնենք երբևիցե ազգանվեր, ինչ որ պետականանվեր մի հոգևորական, որ կանգնի ունքը շարժի երկրի նախագահ վարչապետ աթոռի վրա դողան։ Ես շատ կուզենամ այդ ձևի վեհապար տեսնել, որ Ինչպես ինքը մի վաղ հատ այս անցյալում Ոչ վաղ անցյալում ունեինք Վազգեն կաթողիկոս, չէ, ունեինք Կարեգին Ա կաթողիկոս, որոնք իսկապես հարգանք էին վայելում մեր հանրության եւ հասարակության եւ ժողովրդի շրջանակներում։ Այսինքն, եթե ինչ-որ մի բան տեղի է ունենում, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում։ Հա, այդ մարդիկ իսկապես հեղինակություն էին, այդ մարդկանց իսկապես խոսքը ժողովրդի վրա ազդեցություն էր ունենում։ Հա, այս ամեն ինչի մասին պետք է մտածի այսօրվա մեր կաթողիկոսը, եւ իսկապես չի կարելի Աստծուն, քրիստոնեությունը օգտագործել եւ այսօրվա մեր կառավարությունն էլ արի ընդունել, որ այդ նույն քրիստոնեությունը օգտագործում է իր քաղաքական շահերի համար։ Երբ պետք է ինքը Հռոմի Պապից ավելի կաթոլիկ է, երբ պետք է ենթադրենք, ասենք, դա Աստվածաշնչյան այդ բաները կմեջ բերի, դրանից հետո ամենավերջին ուրեմն մեր երկրում տեղի կունենա։ Այսինքն, այս ուրեմն Աստվածաշունչը, քրիստոնեությունը, ինչպես ճիշտ նշեցիր, այո, այդ իր Քրիստոսի մահից հետո դարձել է իսկապես քաղաքական գործիք, որը անհրաժեշտ պահին, քանի որ գիտեն, որ ժողովուրդը այդ հոգևորի պահանջը ունի, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, իսկապես մարդը հոգևոր էակ է ու այդ հոգևորի պահանջը ունի։ Եվ այդ հոգևորի պահանջմունքներ ունեցող մարդկանց հասարակության վրա այդ գործիք են դա դարձնում մարդկանց հոգու վրա ազդելու համար, մարդկանց մտքի վրա ազդելու համար, մարդկանց շահերի ծառայեցնելու համար։ Դե եկեք հիմա էլ բան անենք, արդեն ոնց ասում եմ, ժամանակը ինձ հիշում եք, ասեցի, որ չեք ուզում իմանալ ոնց ինչ պատասխանեցին Տիգրան Ուրիխանյանը, Հայկ Մանասյանը եւ Խնդրեմ, Համբարձումյանը Արթուր։ ասեք, Կոստյա ջան, ասեք։ Ուրեմն Արթուր Համբարձումյանը եւս եղավ ձեռնպահ, որ ասի, որ նա էլ համաձայն չի այդ կարգի, դա խայտարակություն է համարում եկեղեցու համար։ Ուրեմն Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ այդ հոգևորների այդ զերծ եմ ուզում մնամ այդ թեմաներից։ Բժիշկը Հայկ Մանասյանը, պրոֆեսիոնալ որպես հարցը տվեցի, պատասխանեց։ Բառացի ասում եմ, ոչ թղթերը պարտադիր չեն, քանի որ ծեսը պարտադիր չէ։
հիմնված է հավատի ու վստահության վրա, որը ապացույցի կարիք չունի, հավատի ու վստահության։ Սա Հայկ Մանասյանի պատասխանն է։ Ես ինձ մեկ թվում է կարելի է պետպատվերը Հայաստանում վերացնել, նարեկ բաժանել։ Օրինակ, կոլ ցենտրները որ կան, շտապօգնություն է զանգում, նարեկի աղոթքները բոլորին ասեն, այսա կարդացեք, բուժվեք, եթե հավատքում ա։ Եվ մի բան էլ ասեմ, Անջան, ես ունեմ մի պատմական թեզ, որ անին կործանվել է ոչ թե երկրաշարժից, որտեղ երկրաշարժից հետո քաղաքները վերականգնում են, շինանյութը մնում այնտեղ, այլ չումայից, հայրեն կարծեմ ժանտախտան, որտեղ այդ չուման որ կար, չորնայ սմերտ է, երկրորդ պանդեմիան, մեկը Ուստինյանինն ա եղել 7-րդ դար, 6-րդ, 200 տարի ա տևացել։ Երկրորդը սկսվել է հենց Անիի կործանումից հետո այդ ժամանակաշրջանն է եղել։ Ու պատկերացրեք, Անին դարձել է քաղաք։ Այո, որ ես հիմա Հայկ Մանասյանին եմ ուզում ասեմ, հավատքը չփրկեց ժողովրդին հիվանդություններից։ Եվ պատկերացրեք, մի հավատացյալ ժողովուրդ, որ ուզում է փրկվի, լպստում է պատերը, խաչերը, ամեն ինչը ու քաղաքով նրանք դարձել են մոխիր։ Այսքանով երևի ավարտենք, ժողովուրդ ջան, կապը ընդհատվեց։ Ուրեմն, տեսեք, խնդրում եմ դուք հիմա ձեր կարծիքները գրեք։ Պետք է լինեն, օրինակ, այդ սանիտարական գրքույկներ, ու այդ օրենքը կիրառվի եկեղեցականների նկատմամբ, այս ամենից հետո ինչ որ տեսնում ենք։ Ըստ ձեր կարծիքի պետք է իշխանությունները, դա կապ չունի այսօրվա թե ապագայի, ընդհանրապես իշխանությունները վերահսկեն եկեղեցու բոլոր ակտիվները, որտև լինենք անկեղծ, եկեղեցին դա միապետություն է։ Միապետություն է, որի գլխին կանգնած է բռնապետ։ Ցմա, պատկերացնում եք եկեք։ Ու երբ ամբողջ մի ժողովրդի գանձեր հարստություն կամ այդ հարստության մի ահռելի մասը էլի, որ դարերով կուտակվել է, գտնվում է եկեղեցու թանգարաններում եւ պահոցներում, հանձնվի մեկ անձի բռնապետի, ասենց ասած, տիրապետության տակ գտնվի։ Մինչև նրա մահ։ Դա ճիշտ է թե ոչ։ Այդ ձեր կարծիքները գրեք, որտեվ այդ ձեր բոլոր այդ մեկնաբանությունները հետազոտվում են համապատասխան մարդկանց կողմից, վեր են լուծվում, սա ժողովրդական կարծիքը եւ ժողովրդի խոսքն է։ Այսքանը, մեկ էլ մի բան, մենք անի հետ քննարկեցինք եկեղեցու հավատքի մասին խոսացինք, Հիսուսի մահից հետո մենք սենց ձևակերպեցինք։ Տեսեք, պետք չի հետո գրել, որ նա չի մահացել, հարություն է առել, մենք ի նկատի ունենք երկնային կյանքը։ Նա մահապատժից հետո այլևս իր ուսմունքը սկսեցին տարածել իր աշակերտները, այլ ոչ թե ինքը։ Մենք այդ ի նկատի ունենք, որ ինքը իր երկնային կյանքը դադարեց արդեն։ Հոգևոր կյանքը սկսվեց, հարություն առավ։ Այս ի նկատի ունենք, դրա համար սխալ մեկնաբանություն չմեկնաբանեք մեր այդ խոսքը, որտեղ հավատքը դրանից հետո փոխվեց, դարձավ արդեն քաղաքականություն, ինչ որ մի ինստրումենտ, ինչպես եւ իսլամը Մուհամեդ Մարգարեի մահից հետո տրոհվեցին, տարբեր աղանդավոր նույնիսկ ճյուղերը հայտնվեցին եւ դարձան կրկին քաղաքական, ասենց ասած, ճնշումների եւ քաղաքականության մի մաս, տարբեր կայսրությունների, իշխանությունների ձեռքում։ Մենք այս այն նկատի ունենք։ Հենց որ շնորհակալություն հետևելու համար եւ հաջողություն։ Ձեր կարծիքները մեզ համար շատ թանկ է եւ հետաքրքիր։ Հենց որ սպասում ենք ձեր արձագանքին։ Մնաք բարով։